Darling
Պարքասում այս հրաշալի ուրելի համար, պարքասում մեր սիրելի ուսուցիչների համար, եկեք ողջունենք կրկին իրենց։ Ալութով սկսենք, Տիգրան ջան, խնդրեմ քո ալութով։ Շնորհակալ ենք այս հրաշալի օրվա համար։ Շնորհակալ ենք, որ քո բարի արևը ծագացրել ես։ Շնորհակալ ենք, որ մեր սրտերից ամեն անհանգստություն, ամեն ոչ լիություն վերցրել ես ու տվել ես քո խաղաղությունը, խաղաղության իշխանը։ Շնորհակալ ենք, որ այսօր համարում ես գանձեր, Տեր Հիսուս, եւ այդ գանձերը քո խոսքի մեջ են կանգնում։ Հավիտենությունից առաջ դու պատրաստել ես այսօր, որպեսզի մեր սրտի մեջ դրած քո գանձը։ Մենք պատրաստվում ենք, Տեր Հիսուս, երծանացում ենք քո մեծափայլությունը, քո հրաշագործությունը, քո զորությունը, Տեր Հիսուս։ Ու շնորհակալ եմ, որ դու մեզ սիրեցիր, Տեր Հիսուս, ու պատրաստ ես մեզ հետ բաժնեկցել այն հարստությամբ, որ դու ունեիր հավիտենությունից առաջ եւ հիմա ունես, Տեր Հիսուս։ Օրհնի քո ներկայությամբ, Տեր Հիսուս, մեզ սրտերից ծառավարքից։ Մենք
խոնարհվում ենք եւ ասում ենք եկ Տեր Հիսուս, քո հոգով եկ բժշկի, բարձրացա, խոնարհացա Տեր Հիսուս։ Եվ մենք տալիս ենք ամբողջ փառքը քեզ, որտեղ միայն դու ես արժանի, որտեղ միայն դու ես կենթանացնում, միայն դու ես հոգում, միայն դու ես բժշկում, միայն դու ես կենթանացնում եւ քո խոսքը եւ քո հոգեդ միասին ստեղծագործական ուժ ունի Տեր Հիսուս։ Եվ ես հռչակում եմ այս դասերի ընթացքում թող քո խոսքը քո հոգեդ գործի ու մեր մեջ բերի այն կենթանությունը, որի կարիքը մենք ունենք։ Ու փառքը միայն քեզ, կենթանի լինես Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Բարձր Շատ լավ, եկեք անցնենք երկրորդ մասին։ էջ։ Շատ հետաքրքիր վերնագիր է։ Միգուցե ձեզ մոտել է այս հարցը ծագում։ Ինչու է Աստված ստեղծել սատանային։ Այս դասը կպատասխանի այդ հարցին։ Սկսենք կարդալ։ Էջ 29-ից եմ ընթերցում, որ առաջինը։ Որքան ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն ունեք ձեր թշնամու սատանայի մասին։ Իր ինքնակենսագրության մեջ գեներալ Մեթյու Ռիչվեյը գրել է. կա երկու տեղեկություն, առանց որոնց որևէ հրամանատար չի կարող գործել։ Առաջինը թշնամու մասին տեղեկությունն է, որը կոչում ենք մարտական հետախուզություն։ Երկրորդը տեղանքի մասին տեղեկությունն է։ Երկուսն էլ կարևոր են։ Պատերազմում թշնամու մասին ճշգրիտ և թարմացված հետախուզությունը շատ կարևոր է մարտավարական որոշումներ կայացնելու համար։ Հակառակորդի ուժեղ կողմերի մասին մանրակրկիտ իմացությունը, հարձակման հավանական ուղղությունը և մարտավարությունը կենսական նշանակություն ունեն նրա ցամաքային, ծովային և օդային ստորաբաժանումների ընթացքը որոշելու համար։ Այստեղ անգլերենով թվարկված ֆիլմերը շատ հստակ ներկայացնում են թշնամուն ճանաչելու կարևորությունը։ Այդպես է անում նաև Աստծո խոսքը։ Հետևաբար, այս շաբաթվա մեր խնդիրը հետախուզական տեղեկություն հավաքելն է թշնամու սատանայի մասին։ Okay, so we need to know. Մենք պետք է իմանանք։ What we need to know. Ինչ պետք է իմանանք։ The enemy, okay, Մեր թշնամուն and how we know.
Եվ ինչպես պետք է իմանանք։ An enemy, what it said here, you need to see. What you need to know about that. Ինչ պետք է իմանանք մեր թշնամու մասին։ Their strategy, Նրա մարտավարությունը, their weapon, նրա զենքերը, and the more information you have about him, the more you know how to do it. եւ որքան շատ ինֆորմացիա ունես քո թշնամու մասին, այնքան ավելի հաջողված կարող ես նրան դիմակայել։ So, therefore, our task this week, underline that. Therefore. Let's second one. Give it, So guys, our test is beginning with. Երկրորդ պարագրաֆի վերջին նախադասությունը, հետևաբար, այստեղից, հետևաբար այս շաբաթվա մեջ մեր խնդիրը հետախուզական տեղեկություն հավաքելն է թշնամու սատանայի մասին, այս է ընդգծում ենք։ so we need to know where he is. Մենք պետք է իմանանք որտեղ է նա հարձակվում And the action is. եւ ինչ գործողություններ է կատարում։ So it's very important to understand, so we pay attention to this. Սա շատ կարևոր է հասկանալ, որպեսզի ուշադրություն դարձնենք դասին։ We know it's there, but we understand. Մենք գիտենք, որ մեր թշնամի սատանան է, բայց նաև պետք է հասկանանք, թե ինչպես է նա գործում, նրա գործելակերպը։ Okay, so Շարունակենք։ Բոլորս մահվան դատապարտվեցինք, քանի որ Եվան խաբվեց օձին, Ադամն էլ հետևեց նրան, աչքերը լայն բացված։ Սաուլ թագավորը ձախողվեց եւ խորհրդակցեց Ենդովի կախարդի հետ։ Դավիթը իր ժողովրդի հետ միասին մեծապես տառապեց, քանի որ Սատանան գայթակղվեց նրան, դրդելով հաշվել Իսրայելի որդիներին։ Աքաբ թագավորը մահացավ մարտի դաշտում, քանի որ լսում էր մարգարեի բերանով խոսող Խաբուսի հոգուն։ Դանիելը 3 շաբաթ շարունակ աղոթելիս սգում էր, ծոմ էր պահում ու տանջվում էր, անդերյակ լինելով Աստծո հրեշտակների երկնային հակամարտությունից, որը տեղի էր ունենում անտեսանելի ոլորտում, Պարսկաստանի տիրող Խավարի իշխանի հետ։ Սատանան վճռել էր Խավարի մեջ պահել Դանիելին, բայց Աստծո հրեշտակները հաղթեցին։ you have that? Okay. Finish. So what example you have here? Այսպիսով ինչպիսի օրինակներ ենք այստեղ տեսնում։ We have David, Դավիթը, Աքաբը, and Daniel. Դանիելը, Սավուղը, Yeah. So why you give you this example? ինչու են այս օրինակները բերվում։ What was the example of David and Ahab? Որն էր Դավթի եւ Աքաբի օրինակը։ Խաբուսի փոքին նրանք միտքը մտնել էր։ Deceive them, okay? Այո, սատանան նրանց խաբել էր։ Խաբ Because So of it's David's wrong decision, all people what? suffer։ Քանի որ Դավիթը կայացրեց սխալ որոշում, բոլոր ժողովուրդը դժվեց դրանից։ Because of Ahab's decision, what happened? Աքաբի որոշման պատճառով ինչ կատարվեց։ Again, ինքը մահացավ։ Now what is difference about Daniel? What Daniel did? Իսկ ինչ արեց Դանիելը, տարբերությունը ո՞րն էր Դանիելի արածին։ Crying, fasting. Նա աղոթում էր, սգում էր, ծոմ էր պահում։ Right. Ինչու՞։ Because he understands Որովհետև նա հասկանում էր ինչը։ what his people do. Ինչ է։ Why God have now sending trials and suffering. Որովհետև նա հասկանում էր ինչ էր անում իր ժողովուրդը եւ ինչու է Աստված նրանց այդ իրավիճակի մեջ դրել։ And why was important for the angel to
come and tell him it's what? Ինչով է կարևոր, որ հրեշտակը գար եւ Դանիելին ասեր այնինչ ասաց։ So, you underline this, that angel messenger came to Daniel and tell him, Մենք հիմա ընդգծում ենք այս հատվածը, որ Աստծո հրեշտակը եկավ եւ Դանիելին ասաց Յոհաննյան։ and he came to Daniel to make sure he understands it was Աստծո հրեշտակը եկավ Դանիելի մոտ, որպեսզի վստահ լինի, որ Դանիելը հասկանում է, որ սա հոգևոր պատերազմ է, որը երկնքում է And դեպքում։ the next phrase also is important, this one. It's imperative you have Սա էլ է շատ կարևոր միտք հաջորդը, թշնամու մասին ճշգրիտ մարտական մտածողությունը հրամայական է։ Եկեք ընդգծենք այս հատվածը նույնպես։ So now it review what we studied yesterday here. Հիմա նայելով թե մենք ինչ ենք ուսումնասիրել երեք, Եփեսացիներին ուղղված նամակի առաջի գլուխը սկսում է Աստծո անսուքական փառաբանությամբ, ողորմեց մեզ բոլոր հոգևոր օրհնությունները, որոնց կարիք է երբևէ ունենանք։ Փառաբանությունը կարևոր է, քանի որ Աստված բնակվում է իր ժողովրդի փառաբանությունների մեջ, եւ Տշնամին ատում է Աստծուն մատուցվող փառաբանությունը։ Գլուխն ավարտվում է մեզ հայտնի աղոթքով, որտեղ նշված է 3 ճշմարտություն։ Այս ճշմարտությունները կարևոր են պատերազմում, քանի որ նրանք պատշաճ գնահատական են տալիս մեզ մեր դիրքի եւ զորության մասին։ Առաջին գլուխը մեր ուշադրությունը կենտրոնացնում է նաեւ Քրիստոսի վրա, որպեսզի տեսնենք, թե ով ենք նրանով եւ ինչ ունենք նրանում։ Քանի որ արդեն նշել ենք, թե ինչ ունենք Քրիստոսում, կսկսենք Պողոսի աղոթքով, որը նկարագրում է 3 ռազմավարական ճշմարտություն։ Ընթերցենք Եփեսացիներ առաջի գլխի 15-23-ը եւ թվարկենք դրանք։ Յուրաքանչյուրը սկսվում է ինչ է արտահայտությամբ։ So it's a little review for the how we've been blessed people in Ephesians, first 3 chapters. Եփեսացիների առաջին 3 գլխում նկարագրվում է, թե որքան օրհնված ենք մենք Քրիստոսում, We have many reasons to praise God. եւ այդ պատճառով մենք ունենք շատ պատճառներ, որպեսզի գոհանանք Տիրոջը, But the chapter in the end of the prayer, we need to know the critical, what is the critical warfare. բայց այստեղ որ գրված է Պողոսի աղոթքը գլխի վերջում, մենք պետք է իմանանք ինչն է չափազանց կարևոր մեզ համար օգտագործելու պատերազմում։ So we can have the right position in the fight. Որպեսզի մենք կարողանանք ճիշտ դիրքորոշում ունենալ, ճիշտ դիրքում լինել եւ ճիշտ զորություն կիրառել մեր թշնամու հանդեպ։ Այսպիսով պետք է ընդգծենք այս մասը նույնպես Պողոսի աղոթքի մասը։ So Քանի որ արդեն նշել ենք, թե ինչ ունենք Քրիստոսում, ցույց Պողոսի աղոթքը այս է։ we have 3 truths we learn. Մենք ունենք 3 ճշմարտություն, որը սովորել ենք։ The first is always to concentrate on Christ. Առաջինը սա է, որ պետք է մենք ամբողջապես կենտրոնացած լինենք Քրիստոսի վրա։ And remember who we are in Him. Եվ հիշենք, թե ով ենք մենք նրա մեջ։ The last 3, 4. The first is concentrate on Christ and know who you are. Առաջինը գրում ենք այս որ գրված է 1, 2, 3, այս հիմնական ճշմարտությունները։ Հա, 18 համարում չէ առաջին։ Ինչ է նրա կոչման հույսը։ 18 the 18th Thank you. verse says, Okay. do we mention verse 18? It's not, we have to read now, verse 1:15. Here is like what we studied. Ուղղակի You're right. հիմնական ճշմարտություններ ասում։ Yeah, we are in Christ, Առաջինը գրում ենք այս մեկի կողքը, որ մենք Քրիստոսում ենք so we know it's good in Christ. եւ մենք կենտրոնանում ենք նրա վրա, ինչ մենք ունենք նրա մեջ։ So we study from
Եփեսացիներից 1:15-23-ը Պողոսի աղոթքն է։ So we'll read chapter 1, 15 to 22. Մենք հիմա դա կկարդանք, And we have to look for the what is or what are. եւ այստեղ մենք կգտնենք ինչ է այդ արտահայտությունը։ Okay, so let's read and let's. Այդպես էլ այդ պատճառով ես էլ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատի եւ բոլոր սրբերի նկատմամբ ունեցած ձեր սիրո մասին լսելով չեմ դադարում ձեզ համար գոհանալուց, ձեզ իմ աղոթների մեջ հիշելով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը, ձեզ իմաստության եւ հայտնության ոգի տա իրեն ճանաչելու համար, որ ձեր հասկացողության աչքերը լուսավորվելով իմանաք, թե ինչ է նրա կոչման հույսը, չէ՞, ինչ է նրա կոչման հույսը եւ ինչ է իր ժառանգության փառքի հարստությունը սրբերի մեջ, դա երկրորդ, եւ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեր հավատացյալներից նկատմամբ իր հզոր ուժի գործադրությամբ, որ նա գործադրեց Քրիստոսի մեջ, երբ նրան մեռելներից հարուցանեց ու իր աջ կողմում նստեցրեց երկնային տեղերում, շատ ավելի բարձր, քան ամեն մի իշխանություն ու զորություն եւ կարողություն ու տերություն, ամեն մի անունից վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլ նաեւ գալիք, եւ ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ եւ նրան տվեց ամեն ինչի վրա եկեղեցու գլուխ լինել, որ նրա մարմինն է, նրա լրումը, ով լցնում է ամենի մեջ։ So already we know there are three. So which is the first one? Գիտեք, որ 3 ճշմարտություններ կան։ What we Որն է need to առաջինը։ understand? What we need Կոչման to կոչման հույս։ Calling, The hope of God. Exactly. Կոչման Write down. հույսը։ Գրում ենք։ Կոչման հույսը։ Verse 18. 18-րդ խոսքը։ You always put a verse so you know. Okay, what, after you write, let's look what is the second one. Հիմա եկեք նայենք որն է երկրորդը։ Շարունակության փառքի հարստություն։ The inheritance, the richness of the inheritance. What is it? Yes. Verse 19. Yeah. No, here. Okay. The riches of his Inheritance. glory. In saints. Սուրբերի մեջ։ Այո։ This is second. Սա երկրորդ։ And And verse his mighty 19. power. Okay, Yes, very that's- good. Very good. 19-րդ Verse 19. Որքան գերազանց ու մեծ է նրա զորությունը։ So now we can continue to read. Հիմա կարող ենք շարունակել կարդալ։ Այս երեք փաստերը դիտարկելով բացահայտում ենք ապսեցուցիչ ու հուսադրող ճշմարտություն այն մասին, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը նստած է երկնքում Հոր հետ եւ նրա դիրքը գերազանցում է բոլոր իշխանությունների, զորությունների, կարողությունների ու տերությունների դիրքին։ Նա ամեն անունից վեր է ոչ միայն այս աշխարհում, այլև գալիք։ Հալելույա, մենք հասկանում ենք, որ ամեն ինչ ենթարկվում է մեր Տիրոջը, այդ թվում թշնամին։ So we need to understand that everything is under control. Այստեղ մենք կարիք ունենք հասկանալու, որ ամեն բան հնազանդված է Տիրոջ ոտքերի տակ։ Including the devil. Ներառյալ Սատանան։ Okay. Then, Բայց եթե դա ճշմարիտ է, ապա ինչի համար է այս հակամարտությունը Սատանայի եւ նրա հրեշտակների հետ։ Լավ հարց է, որին կպատասխանենք նախքան մեր ուսումնասիրության ավարտը։
Այնուամենայնիվ այս պահին եկեք զբաղվենք մեր իմացածով։ Մենք գիտենք, որ մի թշնամի ունենք, ով ուզում է վնասել ու տապալել մեզ։ Ուրեմն եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել սատանայի մասին, ոչ թե որպեսզի ավելորդ ուշադրություն դարձնենք նրան կամ ապրենք վախենալով նրանից, այլ ճշգրիտ մարտական հետախուզություն ձեռնարկենք նրա վերաբերյալ։ So, what we learn here, Այսպիսով ինչ ենք այստեղ սովորում, to know who is our enemy, but to pay attention, but ուշադրություն դարձնել եւ հասկանալ, թե ով է մեր թշնամին, not to be afraid. բայց չվախենալ նրանից։ What is the purpose of the beginning? Որն է մեր նպատակը, մենք հիշում ենք, չէ՞, սկզբից, To understand how to fight correction. որպեսզի մենք հասկանանք, թե ինչպես ճիշտ ձևով կռվել։ So we need to know. Այս պատճառով մենք պետք է իմանանք, որն է նրա մարտավարությունը։ So, for the Satan, Քանի որ սատանան առաջի անգամ իշտակված է ծննդոց 3-րդ գլխում, եկեք սկսենք այնտեղից։ Այնուամենայնիվ, նախքան այս հայտնվածն ուսումնասիրելը, ուզում եմ համոզված լինել, որ գիտակցում եք, որ Աստծո խոսքում ճշմարտությունն աստիճանաբար է բացահայտվում։ Սա կոչվում է առաջադեմ հայտնություն, որտեղ Աստված սովորաբար մեկ գրքում կամ մեկ գլխում չի հայտնում մեզ այն ամենը, ինչ պետք է իմանանք որոշակի թեմայի, անձի կամ իրադարձության մասին, այլ ճշմարտությունը բացահայտվում է քիչ-քիչ, կառուցելով նախորդ ասածի վրա։ Կարելի է ասել, որ Աստված կառուցում է ճշմարտությունը պատվիրան առ պատվիրան։ Մեկ թեմայի վերաբերող տեղեկությունը կարող է սփռված լինել բոլոր 66 գրքերում, որոնք 1050 տարվա ընթացքում գրվել են Աստծո կողմից ներշնչված 40 տղամարդկանց կողմից։ Աստծո խոսքի ամբողջ խորհուրդը հասկանալու համար պետք է իմանալ, թե որոշակի թեմայի վերաբերյալ ինչ է գրված ամբողջ Աստվածաշնչում։ Հետևաբար, հոգևոր պատերազմի թեման լուսաբանելու համար սկսում ենք Եփեսացիներին ուղղված նամակից, հայացք նետելով Աստվածաշնչի այլ հատվածների, որպեսզի համոզված լինենք վերջում, որ ստացել ենք ամբողջական պատկերը։ Եթե համբերեք ինձ, ապա շատ բան կսովորեք, ինչը ձեռնտու կլինի ձեր քրիստոնեական կյանքի համար։ Առաջի կետն է կարդալ։ So now we need to read all these passages tell us how all the scripture is step by step. Այս բոլոր մեր կարդացածը մեզ ասում է, թե որքան կարևոր է ամբողջ Աստվածաշունչը եւ թե ինչպես ենք մենք շարժվում քայլ առ քայլ։ So we study first Ephesians because that's the base of understanding. Հոգևոր պատերազմը հասկանալու համար մենք սկսում ենք Եփեսացիների թղթից, որովհետև դա հիմքն է։ But now in Genesis 3 we need to read and mark the chapter. Բայց նաև շատ կարևոր է վերադառնալ Ծննդոց 3-րդ գլուխը, հիմա մենք կկարդանք եւ այս հատվածի մեջ նշում կկատարենք բոլոր տեղերը, որտեղ գրված է սատանա։ So we'll read and we'll mark. Մենք կկարդանք օս, Առաջին կետի պահանջներ սա 33 էջից ընթերցենք։ Արդ օծը ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստվածը ստեղծել էր, եւ կնոջն ասաց. Իրավի Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք, եւ կինն ասաց օծին, պարտեզի ծառերի պտղից կարող են ուտել, բայց այն ծառի պտղից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. մի կերեք դրանից եւ դրան մի դիպչեք, որ չմեռնեք, եւ օծը ասաց կնոջը. ամենևին էլ չեք մեռնի, այլ Աստված գիտի, որ այն օրը, որ դուք դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ Աստծո պես կլինեք բարին ու չարն իմացող։ Եվ երբ կինը տեսավ, որ ծառը լավն էր որպես ուտելիք եւ թե հաճելի էր աչքերին եւ ծառը ցանկալի է իմաստուն դարձնելու համար, առավ նրա պտղից ու կերավ եւ իր հետ իր ամուսնուն էլ տվեց եւ նա էլ կերավ։ Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին եւ հասկացան, որ մերկ են, եւ թզենու տերևները կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։ Եվ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ օրվա զոհ պահին պարտեզում զբոսնում էր, եւ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծո ներկայությունից պարտեզի ծառերի մեջ։ Եվ Տեր Աստվածը կանչեց Ադամին եւ նրան ասաց. «Ուր ես դու»։ Եվ նա ասաց. «Քո ձայնը պարտեզում լսեցի եւ վախեցա, որովհետեւ մերկ էի ու թաքնվեցի»։
Եվ ասաց, ով ասաց քեզ, թե դու մերկ ես, արդյոք այն ծառից, որից քեզ պատվիրել էի չուտել, կերել ես։ Եվ մարդն ասաց, այն կինը, որ ինձ հետ լինելու տվեցի, նա տվեց ինձ այդ ծառից, եւ ես կերա։ Եվ Տեր Աստվածն ասաց կնոջը, այդ ինչ ես արել։ Եվ կինն ասաց, օձն ինձ խաբեց, եւ ես կերա։ Եվ Տեր Աստվածն ասաց, օձին, քանի որ այս բանն արեցի, դու անիծյալ լինես բոլոր անասուններից եւ դաշտի բոլոր կենդանիներից, փորիդ վրա գնաս եւ հող ուտես կյանքիդ բոլոր օրերում։ Եվ ես թշնամություն եմ դնելու քո եւ կնոջ միջև եւ քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա քո գլուխն է ջախջախելու, իսկ դու նրա կաշապարն ես ճզմելու։ Նա քո գլուխն է, քո, իսկ դու, նրան Եվա, չէ, դու, նա քո գլուխն է, օծին ասում է, որ օծին ասում է, նա Եվան քո գլուխն է ջախջախելու, իսկ դու օծին նրա Եվայի կաշապարն ես։ Հայթելու, բայց դուն է վերաբերվում սատանային։ Կնոջը նա ասաց, խիստ շատացնելու եմ քո ցավերն ու հղիությունը, ցավով ես զավակցնելու և քո ցանկությունը դեպի քո ամուսինն է լինելու, և նա իշխելու է քո վրա, և Ադամին ասաց, քանի որ դու լսեցիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար քեզ պատվիրել էի ասելով, դրանից չուտես, անիծյալ է երկիրը քո պատճառով, նրանից նեղությամբ ես ուտելու քո կյանքի բոլոր օրերում, հուշ ու տատասկի այն դուսնելու քեզ համար և դաշտի խոտն ես ուտելու, երեսիդ քրտինքով ես հաց ուտելու մինչև որ ետ դառնաս դեպի երկիր, քանի որ նրանից էի վերցված, քանի որ հող ես ու դեպի հողը պիտի դառնաս, և Ադամն իր կնոջ անունը Եվա դրեց, քանի որ նա բոլոր կենդանիների մայրն էր, նաև Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվե հանդերձանք շինեց և հագցրեց նրանց։ Եվ Տեր Աստված ասաց, ահա Ադամը դարձավ ինչպես մեզնից մեկը, որ բարին ու չարը գիտենա, եւ հիմա միգուցե իր ձեռքը մեկնի եւ կենաց ծառից էլ վերցնի եւ ուտի ու հավիտյան ապրի։ Այդ պատճառով Տեր Աստված հանեց նրան Եդեմի պարտեզից, որ գետինը մշակի, որտեղից որ վերցված էր։ Այսպես նա արտաքսեց մարդուն ու Եդեմի պարտեզի արևելյան կողմում դրեց քերոբերներին եւ դեպի բոլոր կողմերը շրջվող հոցեղեն սուրը, կենաց ծառի ճանապարհը պահելու համար։ Գրեք այն ամեն ինչ սովորում եք օձի, նրա մարտավարության, ապագայի մասին եւ այլն։ Առաջարկում եմ նոթատետրում առանձին էջ հատկացնել սատանայի մասին ձեր ամեն սովորածը գրանցելու համար։ Ժամանակ առ ժամանակ կհիշեցնեմ ձեզ այդպես անել։ Եկեք նայենք, թե որտեղ ենք նշել սատանային։ Եվ ինչ ենք սովորել նրա եւ նրա մարտավարության մասին։ Ինչ ենք սովորում հենց առաջին խոսքից։ That he was coming. Yes, very good. Դեռ առաջին խոսքում էլ ինչ ենք տեսնում։ First we know he talked with very soon. He talked. Նաև հասկանում ենք, որ ինքը կարողանում էր խոսել։ So he can tell you something. Այսինքն նա կարող է քեզ ինչ-որ բան ասել։ And what he asked, Եվ ինչ հարց է նա տալիս։ what is the strategy? Որն է նրա մարտավարությունը այստեղ։ Կասկածան հասու խոսքի հանդեպ։ Yeah, doubt the word of God. Yes. Որպեսզի դու կասկածես Աստծո խոսքին։ Interesting, he knows the word of God, Հետաքրքիր է նա գիտի Աստծո խոսքը, but he put the question in her mind. բայց նա հարց է դնում կնոջ մտքի մեջ։ What? And what else you do? Էլ ինչ ենք տեսնում։
even there. Եվ ինչ ենք այնտեղից սովորում։ The woman responds to the Որ կինը պատասխանում է նրան what she said. եւ ինչ է ասում։ So it's a discussion between dialogue between the Սկսվում է երկխոսություն օծի եւ կնոջ միջեւ։ So we need to understand how we Սատանայի առջև դուռա բացում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք մենք ներքաշվում սրա մեջ։ Քանի որ սիրում են խոսել երկար, սկսում ենք ստատանայի խոսել։ what is Կանուսերը important. դուր կերավիճ։ It's important how you answer. Շատ կարևոր է, թե ինչպես ենք մենք պատասխանում։ So he expects answer, he provoke you, but depends how you answer. Նա քեզ պրովոկացիա է անում եւ ամեն բան կախված է նրանից, թե դու ինչպիսի պատասխան ես տալիս նրան։ What else you see? Այն ինչ ենք տեսնում։ So he can talk with woman or man, with everybody. Նա կարող է He խոսել knows the word of God. ցանկացածի հետ, գիտի It's խոսքը important for us to know the word of God. եւ մեզ համար նույնպես շատ կարեւոր է իմանալ And to Աստծո remember, խոսքը։ he always puts, we know what's true, but he question and doubt. Եվ նրա մարտավարությունը այն է, որ միշտ մեր մտքում հարցեր ծագեցնի։ Կասկած առաջացնի։ Verse 4, what is it? Իսկ 4-րդ խոսքում ինչ է կատարվում։ Deny that, yeah, no, not that. Բայց մինչև կասկած չի բերում, հաստատ չի մնա, նախ մտքի մեջ կասկած։ Actually, he knows the word, but he lies. Նա գիտի խոսքը, բայց նա ստում է եւ մերժում է խոսքը։ Lie to her. Սուտ է խոսում կնոջը։ Do I believe God or I believe who? Հիմա կինը ունի ընտրություն։ Ես հավատամ Աստծուն, թե հավատամ ում, Սատանային։ So already what we study in first lesson is very important to know the word of God, because when he comes with that, you can say no, no. Or you say, oh. Դրա համար ինչու է մեզ համար չափազանց կարևոր իմանալ խոսքը, ինչ որ մենք ուսումնասիրում էինք անցած դասի ժամանակ, որպեսզի երբ Սատանան գալիս է իր հարցադրումներով, մենք կարողանանք հստակ պատասխանել նրան ոչ, որտեղ խոսքը այլ բան է ասում։ Կամ կասկածել, եթե չգիտենք։ What you see about him, he starts for what you know and what he's doing. Ինչ ենք մենք տեսնում, Սատանան ինչպես է աշխատում, նա սկսում է նրանից ինչ դու գիտես, You know what God said. նա գիտի ինչ էր But he Աստված wants ասել, to know what you know about God. բայց ինքը ուզում է իմանալ, թե դու որքանով լավ գիտես, թե ինչ է ասել Աստված։ So, you know about God, and you want to know how much you know. Because he questioned, he denied, and what's the problem? Այսինքն նա շատ լավ գիտի խոսքը, բայց ուզում է իմանալ դու ինչ գիտես խոսքից եւ քեզ ներքաշում է դիալոգի մեջ, որպեսզի հասկանա թե դու որքանով լավ գիտես։ Look at the verse 13, what you learn there. 13-րդ խոսքում ինչ ենք տեսնում։ And she understands now. What she understands. Կինը հիմա հասկացավ, ինչ հասկացավ։ So, you can see another way what he's doing. Մենք կարող ենք տեսնել այլ կերպ, ինչպես է նա գործում։ How he deceived. Ինչպես է նա խաբում։ How he deceived her. Ինչպես խաբեց օձը կնոջը։ Այդ Աստծո He lied and she believed him. Նա պարզապես սուտ խոսեց եւ կինը հավատաց օձին։ Verse 14. 14 խոսքը։ What God said about the serpent. Ինչ ասեց Աստված օձի մասին։
curse him. Why? Because it's true what he says. Աստված անիծեց, որովհետև ճիշտ է, որ Եվան ասում էր, այ օծն էր խաբել նրան։ Էլ ինչ ենք տեսնում։ He tells him how to be changed. Նա ասում է, թե ինչպես կփոխվի օծը։ What else you see in verse 15? Տասնհինգում տեսնում ենք, որ թշնամություն է դրվում կնոջ և օծի միջև, այսինքն մարդու և օծի միջև։ And we see also that there will always be fight, struggle. Very good. So all it will be fight. Եվ մենք նաև տեսնում ենք, որ միշտ լինելու է պայքար։ Այսինքն պատերազմ միշտ լինելու է, մենք հենց այս խոսքից տեսնում ենք մարդու և օծի միջև։ Okay. So now point number 3. Հիմա երրորդ կետը։ Ռեջի 56 Գիտեք, որ ես հավատում եմ, որ օծը սատանան է։ Այնուամենայնիվ, որտեղից գիտեք, որ այն ինչին հավատում եմ ճշմարիտ է։ Ինչպես եմ եկել այդ եզրակացությանը, քանի որ ունենք Աստծո ամբողջ խորհուրդը։ Եկեք թողնենք առաջին գիրքը եւ բացենք վերջինը ու տեսնենք, թե այն ինչ է ասում օծի մասին։ Ընթերցենք Հայտնություն 12:9, գրենք ակետում եք համարը եւ բերում եք զուգահեռներ տանենք Ծննդոց 3 գլխի հետ։ So you see how scripture interprets scripture. Մենք այստեղ տեսնում ենք, թե ինչպես է Աստվածաշնչյանի խոսքը մեկն ու մյուսը։ Եվ ցած գծվեց մեծ վիշապը, առաջին օծը, որ դեր եւ սատանա է կոչվում, ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, եւ նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։ So what we learn here? Այսպիսով ինչ ենք այստեղ սովորում։ The devil has several names. Սատանան մի քանի անուններ ունի, որոնք են նրանք սատանա, Դեր մեծ վիշապը, վիշապ, օծ, Something what we learn also. եւ եւս մի բան։ աշխարհը He մոլորեցնող deceived, but not only the Eve. Who did he deceive? Նա խաբում է, այսինքն ոչ միայն Եվային է խաբում, նա էլ ում է խաբում։ Ազգերը, ամբողջ աշխարհը։ Դա նշանակում է, որ նա մեզ էլ է փորձելու խաբել։ It's no matter how we respond. Եվ կարևոր է, թե մենք ինչպես պիտի պատասխանենք։ So he always deceives all that Նա միշտ խաբում է, ամբողջ աշխարհը մոլորեցնում է, դա նրա աշխատանքն է։ What else we find? He had what? Էլ ինչ ենք տեսնում, նա ինչ ունի, Angel. հրեշտակ, Դժտակներ։ հրեշտակներ, Who been thrown down with him. ովքեր ցած են նետվել նրա հետ։ So we just Այսպիսով մենք այստեղ գրում ենք, էլ ինչ իմացանք։ When we read the parallels are in the Genesis, he deceived Eve, and in good. Revelation, he deceives all the world. Զուգահեռներ այստեղ որ գրված է, առաջին ծննդոցում նա խաբում է Եվային, իսկ Հայտնության գրքում արդեն ամբողջ աշխարհը։ Այո, տեսնում եմ նույն օծն է։ Սա առաջին օծն է։ It's the first. It was written that he was the first serpent. It means that the first one in the Genesis is the same one.
changed. Եվ նա չի փոխվել։ Have the same strategy. Եվ ունի նույն մարտավարությունը։ Now, in point number 4. Հիմա 4-րդ կետը։ Եթե սրանք լինեին թշնամու մասին պատմող միակ երկու հատվածները, ապա ինչ կսովորեիք դրանցից կյանքում կիրառելու համար։ Լավ իմանալ Աստծո Ուժը հավատալ իր To ասած know չելսը well the word of God. Yes, Not to listen to number 1. him. To know very well the word of God, because you will come with the word of God. Այո, առաջինը այն է, որ մենք շատ լավ պետք է իմանանք Աստծո խոսքը, որովհետև նա գալու է մեզ մոտ հենց Աստծո խոսքով։ Երկրորդը չընդունել իր մտքերը, այլ Not to have a dialogue. You can have a dialogue, but what she says, Իհարկե կարելի է երկխոսության մեջ կարող ես մտնել, բայց կարևորը թե ինչ ես պատասխանում։ always the devil wants to listen to him and do what he says. Պետք չի լսել ինքը ինչ է ասում եւ անել այն ինչ ինքը ասում է։ Jesus also had a dialogue, but he gave right answers. Ճշմարտությանը And you know it's the enemy. մենք պետք է վստահ լինենք, որ դա թշնամին է կասկած մեր մեջ հարուցում։ And today, a lot of people hear this. Եվ այսօր շատ մարդիկ ունեն սա։ And then they get involved. Եվ այդ պատճառով էլ խնդիրների մեջ են։ Այդ հարց կարելի է։ Wants to ask a question. Միանշանակ տեսա, որ սատանան այդ կասկածը բերում է, ուղղակի կարաս հոգևորապես թուլանաս, հավաստը թուլանաս, սկսես Աստծո ասածի նկատմամբ կասկածի։ Օրինակ Աբրահամը խոսում էր, բայց պահքան կասկածում էր, չէ՞, անհավատության մեջ էր թուլանում էր։ Արդյոք ամեն ժամանակ սատանան այդ կասկածը բերում։ His question is whether it is true that every time we have a doubt for God's word, or maybe God has given us a revelation, we can't believe it. Always the reason is Satan. Is it Well, correct? he is the one who, from the beginning, he doubts the word of God. To him. He knows what's the truth, but he don't want us to know the truth. Դե ամենասկզբից հենց ինքն է եղել, որ կասկածի տակ է դրել խոսքը, իմանալով խոսքը, նա ուզում է, որ մենք չհավատանք The խոսքին։ moment we doubt the word of God, Եվ այն պահին, երբ մենք կասկածում we ենք have a խոսքը, way to attract to him, to obey him instead of to obey God. նա արդեն հնարավորություն է ստանում, որպեսզի մեզ քաշի իր կողմը, որպեսզի մենք արդեն իրեն հնազանդվենք, փոխարենը Աստծուն հնազանդվելու։ So well, our thoughts, remember the fight is in the mind. It starts. Now, if you speak with him, Պատասխանում է այսպես, որ այո, նույնիսկ եթե քեզ թվում է, թե դու ես կասկածում, ամեն դեպքում դա թշնամին է քո մտքի մեջ այդ կասկածը դնում։ and the Bible teaches us to believe the word of God, to know the word of God, and to believe the word of God. Եվ Աստծո խոսքը սովորեցնում է, որ մենք պետք է նախ իմանանք խոսքը եւ հետո հավատանք խոսքին։ And we live by every word of God, Եվ ապրենք յուրաքանչյուր Աստծո խոսքով, that will give us the country. որը մեզ կապողի հաղթանակ։ Now, we don't have the other verses which follow this 1:12-9. Մենք հիմա չկարդացինք But if you շարունակությունը read հայտնության, how you can counter. բայց երբ որ շարունակվում է հայտնության գրքում ասում է, թե ինչպես դու կարող ես հաղթել։ But this is the question we discuss now. We know the technique, but in our lesson we want to know what is the trick of the enemy and who he is. So we need to know who he is in order to know how to fight him. Մեր այս դասի ընթացքում մենք սովորում ենք ճանաչել մեր թշնամուն, ճանաչել նրա տակտիկան, մարտավարությունը, որպեսզի կարողանանք նրան հաղթահարել։ It's clear? Okay. Okay, let's go on.
Եկեք շարունակենք։ Դե սիրելիներս, մենք սկսեցինք մեր ուսումնասիրության երկրորդ շաբաթը։ Ես համոզված եմ, որ Աստված կօգտագործի այս ուսումնասիրությունը ձեզ զորացնելու եւ իր թագավորությունն առաջ տանելու համար։ Հենց սա էլ ինձ ոգևորված է պահում։ Երկրորդը։ Որտեղից է օձը սատանան, արդյոք նա միշտ գոյություն է ունեցել, թե ստեղծվել է։ Եթե նա ստեղծվել է, ապա արդյոք ուրիշ արարիչ կա բացի Աստծուց։ Արդյոք Աստված ստեղծեց նրան որպես չար էակի։ Սրանք օրինական հարցեր են։ Ես հավատում եմ, որ եթե այս հարցերի պատասխանները կարևոր են մեզ համար, ապա մենք կգտնենք դրանք նրա խոսքում։ Այնուամենայնիվ, եթե Աստված ամբողջական բացատրություն չի տալիս ինչ-որ թեմայի մասին, ապա պետք է կիրառենք Եսայի 50:10, որտեղ ասվում է. Ձեր մեջ ով է, որ վախենում է Տիրոջից, լսում է նրա ծառայի ձայնը, խավարի մեջ է քայլում ու լույս չունի, թող նա ապավինի Տիրոջ անվանը եւ իր Աստծուն վստահի։ Ավանդաբար Սուրբ գրային երկու հատվածներ կան, որոնք առաջ են քաշվում որոշ աստվածաբանների կողմից սատանայի, Աստծո թշնամի դառնալու կապակցությամբ։ Եկեք ուսումնասիրենք այս երկու հատվածները, համեմատենք դրանք ու տեսնենք, թե ինչ հետախուզական տեղեկություն կարող ենք հավաքել մեր թշնամու մասին։ Առաջի հատվածը Եզեկիել 28:11-19 է, որոշ աստվածաբաններ հավատում են, որ Տյուրոսի իշխանը սատանային է մատնանշում։ Ուշադիր կարդացեք ստորև բերված Սուրբ գրային հատվածը, այնուհետև նորից կարդացեք այն ու տարբերակիչ նշանով նշեք կամ գունավորեք յուրաքանչյուր դերանուն, նա, դու, քո, որը վերաբերում է Տյուրոսի իշխանին։ Նշեք նաև Աստծուն վերաբերող յուրաքանչյուր հղում, երբ ես նշում եմ Աստծուն եւ նրան վերաբերող հղումները, սովորաբար օգտագործում եմ եռանկյունի խորհրդանիշը եւ այն ներքին դեղինը։ Okay, so let's read Ezekiel 28:11-19 and Mark the whole beginning. Եկեք կարդանք եւ նշումներ անենք, ինչպես որ ասվել է։ Բացի այդ, Տիրոջ խոսքն ինձ եկավ ասելով. Մարդու որդի, ողջ բարձրացրու Տյուրոսի թագավորի վրա ու ասա նրան. Տեր Աստված այսպես է ասում. Դու որ կատարելության կնիքն ես, իմաստությամբ լեցուն ու գեղեցկության մեջ կատարյալ, դու Աստծո պարտեզում Եդեմու մեջ ամեն մի թանկագին քար քո ծածկոցն էր, քո սարդիոն, տպազիոն ու ադամանտ, ոսկե քար, եղեգնաքար եւ հասպիս, շապյուղա, կարկեհան եւ զմրուխտ ու ոսկի, քո թմբուկների ու սլինգների գործը, քո ստեղծման օրը քո մեջ պատրաստվեց, դու օծյալ քերոբեն ես, որ ծածկում է բաների մեջ կատարյալ էիր քո ստեղծված օրից, մինչև քո մեջ անօրենություն գտնվեց, քո առևտրի առատության պատճառով ներսդ բռնությամբ լցվեց ու մեղանչեցիր, ուստի ես քո գեղեցկության պատճառով սիրտդ գոռոզացավ, քո փառայության պատճառով քո իմաստությունը երծանեցիր, ես գետնին եմ գցելու քեզ, թագավորների առջև քեզ տեսարան եմ դարձնելու, քո անօրենությունների շատությամբ, քո անօրեն առևտրով սրբարաններ պղծեցիր, ես էլ քո միջից կրակ եմ անելու, այն ճարակելու է քեզ ու բոլոր քեզ տեսնողների աչքի առջև քեզ գետնի վրա մոխրի եմ վերածելու, ժողովուրդների մեջ բոլոր քեզ ճանաչողներն ապշելու են քո վրա, դու սարսափ ես դարձել ու այլևս հավիտյան չես լինելու։ Գրեք այն ամեն ինչ սովորում եք Տյուրոսի իշխանի մասին։ Now make a list of everything you learn about the king of the Հիմա եկեք ցուցակազմենք, գրենք ինչ ենք սովորել Տիրոսի իշխանի մասին։
That's right, it's a description, yes, that's what we have. Okay, what we learn, so, in verse 12, what we learn? He was perfect, Was perfect, was full wise, of wisdom, so was. beautiful, wise. What else? He was in Okay. Նա աստծո պարտեզում էր Եդենում, նրա տեղը He was clothed Precious stones. Նա ծածկված էր, այսինքն նրա հագուստը երևի թե, հա, Սալվակին քարը։ թանկագին քարերների, այսինքն հագնում էր։ He was a musician. Այդ ճիշտ է իր ծառայություն։ Ասում եմ հարաբերության ավարտին։ 13, verse 13, it means that he had something to do with musical instruments. And God had prepared that ministry, you can say for him. They were, yeah, Before. welcoming him for this music, welcoming him. So everything was prepared for him to give us this music. He wasn't a refugee. It was prepared for him, like everything else. Prepared for him, the way he The was. garden, the stove, the this, and everything. In Armenian, it is written that the day you were born, all the instruments that you were meant for were created in you. It is for you. It's for you, not against you. Իրականում քո համար է պատրաստվել, ոչ թե քո մեջ։ So, what we learn in verse 14? Ինչ ենք սովորում 14 խոսքից։ He was anointed, he was a cherubim. He what? For ինչ լինի։ Cherubim that he should covering cherubim, yeah? Protect. Protect. Այսինքն պաշտպանող, որը պաշտպանում է։ And he was appointed by God. Եվ նա նշանակված էր Աստծո կողմից։ He was in the holy mountain, on the holy mountain. Նա Աստծո սուրբ լեռան վրա էր։ Was walking fury stones. Վերևն քարերի մեջ էր շրջում։ And verse 15. He was perfect in his ways. Նա կատարյալ էր իր ճանապարհին։ Ստեղծված From the day of his Until one day. What happened? Մինչև մի օր ինչ կատարվեց, sin was found in him. Iniquity. Աներություն, այսքան The փորձություն, opposite of the holiness. Դա հակառակն է սրբության, այսինքն նրա մեջ գտնվեց անօրենություն կամ փորձություն։ Հիմա
Now she has a question. Where did this iniquity come from? If it was perfect. We have here. Մենք այստեղ ունենք, կհասնենք դրա։ 16, what is that 16? 16 խոսքի մեջ ինչ եք տեսնում։ Արև դրազան He was a trader, business. Նա զբաղվում էր առևտրով։ Մեղանչեց That's when he started what? Այստեղ է, որ նա ինչ է սկսում։ Մեղանչ ներսը մեղանչեց And he's starting to see. What does the scripture mean when saying trade? He was trading, what he was trading. Remember here, his title is compared to the king of Tyre. Այստեղ համեմատվում է հենց մարդու հետ, Տիրոսի իշխանի հետ։ So for us to understand, because if it wasn't for the king of Tyre, we would not understand who is Satan. Եթե այստեղ այդ համեմատականը չանցկացվեր, Տիրոսի իշխան, մենք չէինք հասկանա ով է Սատանան։ So he changed for righteousness to what? To the dead. Այսինքն նա փոխվում է արդարությունից դեպի ուր։ Մայր, սանտա, նարմանություն, What else? Ինչ։ And already we see he sinned. Մենք տեսնում ենք, որ նա մեղք է գործում։ մեղանչում And what happened? Եվ ինչ է դրանից հետո կատարվում։ Therefore what? Այդ պատճառով ինչ։ God is throwing him. Not in the same place. Այսինքն նա իր տեղում այլևս դրա պատճառով չի մնում, Աստված նրան դուրս է շպրտում իր տեղից։ And the second is promise. I will go with you and destroy you. Now, verse 17. 17 խոսքը։ Now that's what? գեղեցիկ The biggest problem. He was beautiful because of that he became proud. But this is the splendor. So the splendor for us is Այսինքն նրա գեղեցկությունը, այդ կատարելությունը փչացրեց նրա իմաստությունը։ Remember, he was created. Հիշենք, որ նա ստեղծված էր։ And what he did? Եվ ինչ արեց։ And said he was wise. What he did? Գրված է, որ նա իմաստուն էր, բայց ինքը ինչ արեց։ Beauty is corrupt by your wisdom. beauty and splendor corrupted his wisdom. Այո, գեղեցկությունը եւ կատարելությունը նրա իմաստությունը փչացրեցին, պղծեցին։ Same for man, same. Նույնը մարդկանց հետ է, նույնը սատանայի հետ։ We are created in the image of God. He is created after his image. Amen. So what did you learn in verse 18? Ինչ եք սովորում 18-րդ խոսքից։ He multiplied his iniquities. Multiply, one goes to another. Այսինքն մի անօրենությունը նրան տանում էր դեպի մեկ այլ անօրենություն։ Բազմացան։ մեղքից մեղ And what you see and how in 18. How can you multiply this?
ինչպես է նա մեկը մյուսի հետևից, մենք տեսնում ենք, թե ինչպես է նա շատացնում իր անօրինությունները եւ ի վերջո պղծում է սրբարանները։ That's why he has Այդ պատճառով նա ինչ է Աստված նրա միջից կրակ համարում։ Մինչև կրակների մեջ է քայլում։ Before that, he was walking in the fiery stones, but he was not harmed. But now, This is precious stones. This fire. Those stones were made for him. Remember, he walked on this. These precious stones. Remember, precious stones here, walking on the precious stones. Everything is beautiful. ինքը հենց ստեղծված էր նրա համար, որ իր հագուստը լիներ թանկարժեք քարերից, քայլեր ինքը այդ կրակոտ թանկարժեք քարերի մեջ, ամեն բան գեղեցիկ էր ստեղծված։ Բայց հետո ամեն բան ամբողջությամբ փոխվում է պատկերը։ Կրակը նրա մեջից է դուրս գալիս եւ նրան վաղում։ So the change become terrifying. Եվ այդ փոփոխությունը, որը կատարվում է նրա հետ, դառնում է սարսափ այն մարդկանց համար, ովքեր նայում են նրան։ So let's go to day 3. Հիմա գնանք Որ երրորդ էջ 40 ոմանք հավատում են, որ Եզեկիել 28-րդ գլուխը մարգարեություն է սատանայի մասին։ Ուրիշները հավատում են, որ դա երկրային թագավորի դեմ ասված ողբ է։ Ըստ մեկնաբաններից մեկի Եզեկիել 28:2 եւ 9 Տիրոսի իշխանին երկու անգամ ասվում է, թե նա մարդ է։ Այնուամենայնիվ տեսարանը կարծես փոխվում է Եզեկիել 28:11-ից 19։ Հետևաբար նախքան ենթադրելը, որ Եզեկիել 28:11-ից 19 չի վերաբերում սատանային, եկեք ուսումնասիրենք այս հատվածը։ Եզեկիել 28:2-ում Տերն ասում է. «Մարդու որդի», այսպես է Աստված Եզեկիելին դիմում այս գրքում։ Ասա Տիրոսի իշխանին, Տեր Աստվածն այսպես է ասում. քանի որ քո սիրտը գոռոզացավ ու ասիր, թե ես Աստված եմ, ես Աստծո գահին եմ նստում ծովերի մեջտեղում, սակայն դու մարդ ես ու ոչ թե Աստված, թեև քո սիրտը դրեցիր Աստծո սրտի տեղը։ Եզեկիել 28:2-ում պարզ է դառնում, որ Տիրոսի իշխանը մարդ է։ 28:11-ից 19-ում կա որոշակի անցում, քանի որ Տերը Եզեկիելին հանձնարարում է ողջ բարձրացնել Տիրոսի թագավորի, ոչ թե Տիրոսի իշխանի դեմ։ Եզեկիել 28:2-ում իշխան բառի անգլերեն գրադարձությունը որը նշանակում է կառավարիչ, առաջնորդ, իշխան, հրամանատար։ Ըստ 5 կտականի աստվածաբանական բառագրքի այն օգտագործված է ղեկավարների համար մոտավորապես 50 անգամ, կառավարական, ռազմական եւ կրոնական ոլորտների առնչությամբ։ Բառը սովորաբար եզակի է եւ վերաբերում է իշխանության գահը զբաղեցնող անձնավորությանը, թագավորին, քահանայապետին եւ այլն, բայց կան հատվածներ, որտեղ բառը վերաբերում է առաջնորդներին ու բանակի հրամանատարներին։ Մեսիայի առնչությամբ այս բառը օգտագործված է Դանիել 9:25-ում, որպես Մեսիա դուրս գցվեց, որտեղ թագավորների առջև խայտարակվեց։ Եբրայերենում 17-րդ համարում օգտագործված է թագավորներ բառը մելեքը, հոգնակի հոլովով։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս թագավորը կոչված է Քերովբե, ոչ թե մարդ։ Նաև ուշադրություն դարձրեք, որ համարում ասվում է, թե նա մի Քերովբե էր, որ գտնվում էր Եդեմում, Աստծո պարտեզում։ Հիշում եք, թե ինչ կարդացիք Ծննդոց 3 գլխում։ Մեղանչումից հետո Ադամը եւ Եվան Եդեմի պարտեզից դուրս գցվեցին։ Աստված քերովբեներ դրեց կենաց ծառի մոտ տանող ճանապարհը պահպանելու համար, որպեսզի մարդը չկարողանա վերադառնալ այնտեղ։ Հիշեք նաև, որ Աստվածաշնչում չկա որևէ գրառում մարդու մասին, բացի Ադամից ու Եվայից, որ երբևէ եղել են Եդեմի պարտեզում, կամ ինչպես Եզեկիելն է այն անվանում Աստծո պարտեզում։ Հետաքրքիր է նաև, որ Եզեկիել 28-րդ գլխում նկարագրված քերովբեն ստեղծվել է Աստծո կողմից եւ ոչ թե ծնվել մարդուց, ում Աստված է դրել իր պարտեզում։ Արդյոք հնարավոր է, որ այս քերովբեն մարդ լիներ։ Եզեկիելն ասում է, որ այս քերովբեն անարատ էր իր ստեղծման օրվանից։ Սաղմոս 51:5 ասում է մեզ, որ մարդը մեղքով է ծնվում։ Ադամն ու Եվան միակ մարդիկ էին, որոնք ստեղծվել են Աստծո անմիջական գործողությամբ։ Երկրի յուրաքանչյուր բնակիչ կարող է հետևել իր ծագումնաբանությանը մինչև Ադամը ու Եվան։ Փաստորեն Եվայի անունը նշանակում է բոլոր կենդանիների մայրը, Ծննդոց 3:20։
Այժմ հակադրեք այս փաստերն այն փաստի հետ, որ Մելեքը Եզեկիել 28:11-19 նկարագրված օծյալ Քերոբեն անարատ էր իր ստեղծագործությունից մինչև նրա մեջ անօրենություն գտնվելը։ Ինձ չի թվում, թե Տյուրոսի թագավորը մարդ էր, իսկ ձեզ Եվս մեկ հատված կա, որը պետք է ուսումնասիրենք, բա այսօր շատ բան իմացաք։ Այժմ վերանայեք Տյուրոսի թագավորի վերաբերյալ ձեր դիտարկումները, կարող եք նաև գրել որևէ հարց ու ակնկալել, որ վաղը գուցե լսեք այդ հարցի պատասխանը։ Այսօրվա ուսումնասիրության ավարտին ուզում եմ իմանալ, թե որքան ողջավորված եմ ուսումնասիրությունը կատարելու ձեր պատրաստակամությամբ եւ որ ժամանակ ու ջանք եք դնում Աստծո խոսքը սովորելու համար, որպես մի մշակ, ով ամաչելու պատճառ չունի, ճշմարտության խոսքը ճշգրիտ բացատրելով։ Ձեր սովորածը հետախուզական տեղեկություն է եւ դա կենսական է պատերազմ վարելից։ Այսօր ինչ սովորեցիք, որ կարող եք աղոթքի վերածել։ So, what is your question put here? Ինչ հարց է այստեղ բարձրացել։ Գրեք ձեր հարցերը։ Այստեղ որ ասում եք, կարող եք նաև գրել որևէ հարց ու ակնկալել, որ վաղը գուցե լսեք այդ հարցի պատասխանը։ Հենց այդ հարցը կարող է մերքը ոնց է վիստ ծավալսատան է, ոնց ծմբեց սատան է։ First he said, if you have some questions today, and then what he said, as we conclude our study, pray, and write what you learn. Առաջինը մենք գրում ենք գրենք առնում մեր հարցերը եւ երկրորդը վերջում ասում է, քանի որ մենք վերջացնում ենք մեր ուսումնասիրությունը այս հատվածին, մենք աղոթքի ենք վերածում այն ինչ սովորեցինք։ Using this apprehending, որը շատ կարևոր է, որովհետեւ մենք կարողանանք ճիշտ կերպով վարել պատերազմը։ Գրում ենք եւ հետո աղոթում ենք։ He wants to ask a question from Genesis. Yes, context-ը միջի։ Մենք Ես մի հարց ունեմ ծննդոցից կոնտեքստից, հարցը կայանում է սրանում։ Ամբողջությամբ ասեմ, հետո Միլենը կթարգմանի։ Մենք կարանք մտածենք սենց, որ սատանայի հիմնական թիրախային էր, որ Ադամը ուտի այդ պտուղը, բայց ինքը սկսեց խոսել Եվայի հետ, որտեղ Եվան ոչ թե Աստծուց էր լսել, որ չուտի այդ պտուղը, այլ Ադամից էր լսել։ The question is, we see that the serpent, devil, approaches Eve, and he says that, can you think that he wanted to come up to Adam, but he found a better way to do what he wanted to do, because Eve was not the one that received directly command from God. He heard it from her husband, and that's why she was more obvious to be deceived than Eve. Ասում եմ հնարավոր է, բայց մենք ոչ մի բան չունենք, էլի, որ դա վարկածալ կամ միտք, որ կարող մտածենք, բայց մենք ապացույց չունենք։ Բայց գիտենք, որ նրանք միասին էին այդ ժամանակ։ Իրանք միասին էին պարտեզում։ Սատանայի խորամանկությունը այստեղ կատարած։ Չէ ասում եք։ Break.
Շարունակեք։ Սատանան ծավի դերներ չգիտեր և ամշուս։ Shall we continue or Կարծում եմ հարցերի պատասխանները կգան ուսումնասիրության ընթացքում։ Բայց մի բան պարզ է, որ Ադամն ու Եվան միասին էին պարտեզում։ Եվ Ադամը համաձայնվեց Եվայի հետ և Աստվածեն նրանց երկուսին է հասարակում։ Ճիշտ դեսեցիք, որ ոցի և որ խոսում են Եվայի հետ Ադամը կողքն է, հա։ Հա, ինքը ոչ թե ասում է հենց անմիջապես կողքն էր, ասում է պարտեզում էր։ Պարտեզի միշտեր չեր կարային, է։ Բայց ընդեղ գրած է, որ երբ որ կինը կերավ, տվեց իր ամուսնուն, որ ուտի, ընդեղ մանրամասնած չի, թե հետո եկավ։ Հերթականություն կա, երբ որ օծը խոսում հա, ծավից հեռու է, հետո հայտում են ծավի մուտ։ Այդտեղ մի քանի նախադասություն է գրած, բայց մի կարա օրերի, ժամերի, շաբաթների տևողություն ունեցած։ He said that Սատանան ծավի տերներ չգիտեր, right երբավ next to տերներ։ Eve when she ate fruit, and we can also think that the serpent didn't come once, maybe he came for a period of time, and it was not at once that she Որովհետև եթե Ադամը կողքը լիներ, ինքը անդեր Եվան բաներ ասում, որ Ադամը հաստատ չէր կարող ասած, որտեղ Աստված այդպես չէր ասել Ադամին։ So we don't have that in the word specific, but we know Adam is agreed with heaven. Ասում եմ մենք շատ մանրամասներ ոնց որ խոսքի մեջ չենք տեսնում, չենք կարող ապացուցել որևէ բան, բայց մենք մի բան հստակ տեսնում ենք, որ Ադամը համաձայնվեց Եվայի հետ, այսինքն դա իրաց համատեղ որոշում էր։ Եթե Եվան որոշեց, հետո Ադամը կրկին համաձայնվեց Եվայի որոշման հետ։ You chose more your wife than myself. Եվ Աստված նրան կարծես թե հենց այդպես էլ ասես, դու ավելի շատ ընտրեցիր կնոջդ, քան թե ինձ։ Այսինքն Ադամ ավելի մեղավոր է։ Դուք տեսնում եք, դարձեք կամերը երջանիկ։